Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը որոշել է Հայաստանը դարձնել մեջբերում եմ դեմոկրատիկ, ազատ, անկախ զարգացող մի պետություն։ Այդ ճանապարհին գուցե կուսակցություն ստեղծի, որը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Չբացառեց նաև մեկ այլ ուժի հետ դաշինքի հնարավորությունը։ Եթե տեսնեմ կան համապատասխան թիմ, համապատասխան քաղաքական ուժ միջազգային, կան համապատասխան երկրների ղեկավարներ կամ մեծ բիզնեսի օգնություն եւ իրար հետ համագործակցելու մեխանիզմներ, իհարկե ես մարտին վերջնական որոշում կայացնեմ, ես գնալու եմ ընտրություններին, թե չէ։ Եթե որոշեն մասնակցել ընտրություններին, որևիցե մեկին չեն քննադատի, իշխանափոխության հարց էլ չեն դնի։ Ուզում եմ իշխանափոխություն իհարկե չեմ ուզում, ես ուզում եմ ընտրությունների գնամ մասնակցեմ։ Աբրահամյանի ծրագրերը շատ են Հայաստանի ժողովրդավարացումից, ընտրակեղծիքների դեմ պայքարից մինչև տնտեսական զարգացում։ Մենք ինչ-որ բաներ գիտենք, ինչ-որ բաներ հասկանում ենք, ինչ-որ մեխանիզմներ պետք է կառուցվի, որպեսզի ընտրություններ խախտումներ չլինեն, պետք է դիմենք հանրապետության նախագահին։ Հայաստանի օրենսդրությանը ծանոթ է, հանրապետության նախագահ կամ վարչապետ չի կարող դառնալ, մշտապես Հայաստանում չի բնակվում։ Ռուսաստանաբնակ մեծահարուստ գործարարը պնդում է, նպատակն ընդամենը իր կուսակցության մասնակցությունն է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին։ Հյուրանոցի դռնապայից սկսած ասում դուք այդքան չեք ապրում այստեղ, ասեմ օքեյ լավ է, շատ լավ է, միան հանգստացեք։ Ընտանիքի անդամներն, ասաց Աբրահամյանը, համաձայն չեն Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու իր ծրագրերին, բայց ինքը հավատացյալ է, խիղճ ունի։ Ես չեմ կարող այնտեղ գիշերը հանգիստ քնել, ես չեմ կարող այնտեղ ինչ-որ լավը զգալ ինձ այն ճոխ սեղանների կողքը, եւ որ ես գիտեմ այստեղ մարդիկ կարիքի մեջ են։ Կուսակցություն ստեղծեց, դռները կբացի գաղափարախոսությունն ընդունող յուրաքանչյուրի առջև։ Անկախ նրանից իրանք որ դաշտում են, դիմական թե որցը մի այլ դաշտում։ Քաղաքական ուժի անունն այսօր չհրապարակեց, վերջնական որոշումը կուսակցություն այնուամենայնիվ կհիմնի թե ոչ, կհայտարարի հայրենի Մալիշկայում։ Գնացել էի կոլխոզում աշխատել էի եւ կոլխոզից գործողում տվեցին, որովհետեւ գամ յուղ ինստիտուտ ընդունվեմ։ Հիմա պետք է գնամ մեր յուղացիների հետ խորհրդակցեմ։ Իրան գործողում կտան, ես մեծ քաղաքագործություն գնալու թե ոչ։ Արա Աբրահամյանը հաշվի առել նաեւ Գագիկ Ծառուկյանի կուսակցական փորձը, ով Սերժ Սարգսյանի անխնա քննադատությունից հետո որոշեց հեռանալ քաղաքականությունից։ Ընդհանրապես չեմ ուզում որցե մեկին նմանվեմ, որցե ես եթե ուզենայի նմանվել, ես Մալիշկայից կարող հասած լինեի մինչև Արարատյան դաշտավայր։ Եթե ես ասեմ իմ ամբիցիաների մասին, դուք կզարմանաք, ավելի լավ է չասեմ։ Աբրահամյանն ասաց Վլադիմիր Պուտինի դաբրոյի կարիքն ունի միայն Ռուսաստանի տարածքում, իսկ Հայաստանի նախագահի հետ ծրագրերը քննարկել է։ Շատ հանգիստ, շատ նորմալ, ասեց եթե դուք ունեք ծրագրեր, եթե դուք կարող եք այս երկրին օգտակար լինել, ինչու՞ չէ, մասնակցեք։ Արա Աբրահամյանին նախագահ Սերժ Սարգսյանը 2010 թվականին արժանացրել է պատվո շքանշանի հայ-ռուսական բարեկամությունն ամրապնդելու համար։ Հայաստանի նախագահն ու Ռուսաստանի հայերի միության ղեկավարը նաև համատեղ հանգիստ են անցկացնում։ Այդ մասին անցած տարվա հունվարին տեղեկացրել էր կորեական կայքերից մեկը։ Սարգսյանն ու Աբրահամյանն ըստ հրապարակման մայրաքաղաք Սեուլում գտնվող վերականգնողական կենտրոններից մեկում ցողունային բջիջների երիտասարդացման թերապիա էին անցել, նաև կատարել մարմնի հարթեցում, մերսում եւ քաշի կարգավորում, վճարելով մոտ $186,000։ Իդեպ հայկական ժամանակի տեղեկացմամբ այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մամուլի ասուլիսից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շտապել է նախագահական նստավայր։